Hi, I'm from Estonian News Corporation, Delfi Media. My name is Delfi Ivar Media-ից Soopar. Իվար Սոպան։ Estonia has organized the first Էստոնիան կազմակերպել է cybersecurity առաջին կիբերանվտանգության տրեյնինգը Երևանում։ What else Ուրիշ ինչ did Estonia offer to Armenia? կարող է Էստոնիան What առաջարկել other Հայաստանին։ countries are not able to? Այն ինչ ուրիշ երկրները չեն կարող առաջարկել։ So I'm supposed to answer the question. Do you have the translation? I'm going to do it in Armenian. I'm obliged to do so. Ես պետք է հայերենով խոսեմ ըստ մեր օրենքի, ուստի խնդրեմ թարգմանչական սարք եթե ունենք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում պետք է երկու հարթություն կարծում եմ առանձնացնենք, որ երկիրը կարող է կամ չի կարող, այստեղ որևէ մեկը չի կարող վիճարկել Էստոնիայի առաջնորդությունը եւ փորձը ոչ միայն Եվրոպա, աշխարհի մակարդակով, հետեւաբար Էստոնիան լավագույն թերևս ընտրությունն է այս հարցում։ Եվ հարցի երկրորդ հարթությունը, այո, ելի կարող են լինել երկրներ, որոնք եթե ոչ Էստոնիա կամ համանման փորձառություն եւ կարողություններ ունեն կուտակած եւ այստեղ արդեն երկրորդ հարթությունն է այդ երկրներից, որոնք են այդքան պատրաստական կիսվել իրենց փորձառությամբ եւ այստեղ էլի Էստոնիան ակնհայտ ընտրություն է մեզ համար։ Մենք քիչ առաջ շահագին խոսեցինք երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններից, խոսեցինք երկու ստեկ հայտնվող պատրաստակամությունից ել ավելի խորացնել եւ այն ինչ որ դուք նշեցիք ճիշտ դրա վառ եւ ամենաթարմ օրինակն է ոլորտը, որ դուք նշեցիք, պահանջվածն է այսօր Հայաստանում, մենք իսկապես դրա կարիք ունենք եւ մենք միայն երջանիկ ենք տեսնել, որ այն երկիրը, որը որ ունի այդ կարողությունները, պատրաստ է մեզ հետ կիսվել, հետեւաբար միայն շնորհակալություն կարող ենք ասել։ If I may add to Ararat, the cybersecurity and cyber defense. Կիբերանվտանգություն եւ կիբերպաշտպանությունը 2007 թվականից ի վեր մենք բախվում ենք, երբ լայնամասշտաբ հարձակում եղավ մեր դեմ հանրապետական ոլորտի վրա։ Իսկապես սա կարողություն է, որ Էստոնիան ունի։ Պարզապես որոշ թվեր տամ։ 2024-ին մենք ունեցանք մոտ 7000 կիբերհարձակումներ տարեկան կտրվածքով եւ լուրջ հարձակումներ պետական ոլորտի եւ մասնավոր ոլորտի դեմ ուղղված, անցյալ տարի ունեցանք 12000 հարձակման դեպքեր։ Սա գնալով աճող թիվ է։ Բոլորը Ռուսաստանից չէ որ գալիս է, բայց Ռուսաստանը հիմնական եւ Հյուսիսային Կորեան եւ մասնավոր ոլորտներում եւս։ Բայց սա միայն տեխնոլոգիաների մասին չէ։ Սա կազմակերպվածության առաջնորդության մասին է, ինչպես կրթելու մասին է հասարակության, ինչպես մասնավոր ոլորտի հետ աշխատել։ Բանկային ոլորտը միայն խնդիրը բանկային ոլորտում չէ։ Ուսի այս փորձառությունը այնինչ մենք ունենք, պատրաստ ենք կիսվելու Հայաստանի հետ եւ արդեն իսկ դա անում ենք։ Շատ բաներ կա, որ կարող ենք ձեզանից սովորել։ Դուք ունեք ընտրություններ առաջիկայում։ Սա անչափ կարևոր է, որ այս ընտրությունները լինեն ժողովրդավար, թափանցիկ։ Մենք տեսնում ենք, որ շատ մեծ ուժեր կան Հայաստանի շուրջ, Ռուսաստան եւ ուրիշներ, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրության հնարավորությամբ։ Սա է այն ուղին։ Սա է այն հիմքը, որի արգասիքը լինելու է թափանցիկություն, սա միայն ժողովրդավարություն, սա միայն թվայնացման մասին չէ խոսքը, թե ինչպես ժողովուրդը կարող է իրենց անկախությունը վայելել, ինչպես է ձեր պետական ոլորտը վերափոխվում, ինչպես է հնարավոր կոռուպցիայի դեմ պայքարել, ինչպես է պետք է լծակներ այնպես վայել, որ ամեն մարդ, ով ուզում է պետական կառավարում, պետական բարիկներ ստեղծելու ծառայությունների բաժին լինել, ինչպես պետք է լծակները ճիշտ օգտագործել։ Սա ավելի քան 20 տարի այս փորձառությունը մենք ունենք։ Սա իսկապես շատ գործնական գործընկերություններ լինելու եւ ես շատ ուրախ եմ այն ամենը ինչ մենք արդեն իսկ անում ենք, բայց սա նշանակում է, որ պետք է քաղաքական առաջնորդությունը գործի դնել եւ դա կա, քաղաքական կամքը կա։ Մենք կարող ենք փոփոխությունների հասնել միասին։ Շնորհակալ եմ։